Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի, տեղակալներ Գրիգոր Բոշյանի, Մուրադ Մովսեսյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է իրականացրել Գավառ համայնքում։ Այցի նպատակը դիտարկել կատարված աշխատանքները և 2026 թվականի բյուջեի նախագիծը կազմելուց առաջ առկա խնդիրները վերհանել և հնարավորության սահմաններում դրանք ներառել բյուջեում։ Վարչական և բնակավայրերի համայնքապատկան կառույցների ղեկավարների հետ Գուրգեն Մարտիրոսյանը եղավ բոլոր հաստատություններում, դիտարկեց առկա խնդիրները, լսեց ներկայացված առաջարկները և հանձնարարեց գույքագրել դրանք։ Հիմնախնդիրները հիմնականում մանկապարտեզների, երաժշտական արվեստների դպրոցների, մշակույթի տների, վարչական ղեկավարների նստավայրերի շենքերի, դրանց բակային տարածքների հիմնանորոգմանն ու բարեկարգմանն էին առնչվում։ Բարձրացվեցին ճանապարհաշինության, արոտների ջրարբիացման և մի շարք այլ հարցեր։ Ծովազարդում Գուրգեն Մարտիրոսյանն այցելեց մշակույթի տուն և մանկապարտեզ, դիտարկեց առկա ոչ բավարար պայմանները, տեղում քննարկվեցին հնարավոր լուծումները։ Լճափում համայնքի ղեկավարը ծանոթացավ բոլոր ժամանակների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքի շինարարական աշխատանքներին, որոնք կատարվում են համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Գուրգեն Մարտիրոսյանն այցելեց նաև շենքային անբարենպաստ պայմանների պատճառով չգործող մշակույթի տուն։ Հայրավանքում այց կատարվեց մշակույթի տուն, որի մի հատվածն օգտագործվում է որպես վարչական ղեկավարի նստավայր և գործող խմբակների համար հարմարեցված տարածք։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց բարելավելու առկա պայմանները։ Նորատուսում Գուրգեն Մարտիրոսյանը այցելեց գործող երկու մանկապարտեզներ և արվեստի դպրոց։ Այս հաստատությունների տնօրենները ներկայացրին շենքային պայմանների և տարածքի բարեկարգման աշխատանքների հետ կապված առաջարկներ, որոնք արձանագրվեցին։ Նորատուսում համայնքի ղեկավարը այցելեց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որի տարածքը համայնքի բյուջեի միջոցներով բարեկարգվել է, կահավորվել և լուսավորվել։ Գուրգեն Մարտիրոսյանը զրուցեց բնակիչների հետ և լսեց նաև նրանց առաջարկությունները։ Շրջայցի հաջորդ կանգառը Կարմիր գյուղում էր։ Այստեղ դիտարկվեց չգործող մշակույթի տան շենքի վիճակը և քննարկվեց բնակավայրում մշակութային կյանքն ակտիվացնող կառույցի հիմնանորոգման հարցը։ Արվեստի դպրոցում էլ ուսումնասիրվեցին շենքային պայմանները և քննարկվեցին դրանց բարելավման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ Գանձակի մշակույթի տանը դիտարկվեց նոր խմբակի գործունեությունն սկսելու համար նախատեսված դասասենյակը, հանձնարարվեց հաջորդ տարի այն վերանորոգել։ Վերանորոգման կարիք ուներ նաև դահլիճը։ Գուրգեն Մարտիրոսյանը դիտարկեց նաև մշակույթի տան նկարչության, կավագործության և դեկորատիվ կիրառական արվեստի խմբակների համար հիմնանորոգված դասասենյակը և մշակույթի տանը տեղակայված գրադարանում իրականացված աշխատանքները։ Գանձակում ուսումնասիրվեցին մանկապարտեզի շենքային և բակային տարածքների պայմանները, դրանց բարելավման ուղղությամբ ևս տրվեցին հանձնարարականներ։ Գեղարքունիքում, Լանջաղբյուրում և Սարուխանում ևս այցեր կատարվեցին համայնքապատկան կառույցներ և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին դրանց պայմանների բարելավումն ընդգրկել առաջիկայում իրականացվելիք ծրագրերում։ Ալբարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։